Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլգերսոն, օր դեկտեմբերի 18, չոր անապատն անցնելով։ Չնայած որ քարոզում եմ հազարավոր մարդկանց, լինում են պահեր, երբ ինձ դատարկ եմ զգում հեռու Աստծո տաք ներկայությունից։ Երբ դատարկ ու չոր եմ, ցանկությունը խոսքը կարդալու և աղոթելու շատ չնչին են։ Գիտեմ, որ իմ հավատքը անսասան է, իսկ Տեր Հիսուսի հանդեպ սերը ուժգին, և որ ցանկություն չունեմ մասնակցելու այս աշխարհի ոչ մի բանի, այնուամենայնիվ զգում եմ, որ չեմ կարողանում օրերով, նույնիսկ շաբաթներով դիպչել Աստծուն։ Երբևէ նկատել եք, թե ինչպես են այլ քրիստոնյաներ օրհնություններ ստանում, բայց դուք ոչինչ չեք զգում։ Նրանք վկայում են, թե ինչպես է Աստված պատասխանում իրենց աղոթքներին և ուրախության արցունքներ են թափվում։ Թվում է, թե նրանք ապրում են երջանիկ ապրումների լեռան վրա, մինչդեռ դուք պարզապես հովտում դանդաղ քայլում, սիրում Տեր Հիսուսին, բայց աշխարհը ձեր կրակով չեք բռնկում։ Տեր Հիսուսը զգաց իր մեկուսացումը, երբ աղաղակեց. «Հայր, ինչու ինձ թողեցիր»։ Ճշմարտությունն այն է, որ առանց Աստծո մտերմության խաղաղություն չի կարող լինել։ Սրտի խորքում մենք գիտենք, որ մեր չորությանը կարող է վերջ դրվել միայն նրա փառքի ցողով։ Մեր հուսահատությունը կարող է ցրվել միայն այն վստահությամբ, որ Աստված պատասխանում է մեր աղոթքներին։ Կան պահեր, երբ ես ինձ անարժան եմ զգում ինչպես ամենավերջին մեղավորը, բայց այս ամենից անկախ գիտեմ, որ նա հեռու չէ։ Ինչ-որ կերպ լսում եմ մի պարզ, հանգիստ ձայն, որը կանչում է. «Եկ ինձ մոտ, զավակս»։ Ես գիտեմ այն ամենը, ինչի միջով դու անցնում ես։ Ես շարունակ սիրում եմ քեզ և երբեք չեմ լքի կամ մերժի քեզ, քանի որ ես շարունակ քո հայրն եմ, իսկ դու իմ զավակը։ Որովհետև Եհովայի բաժինը իր ժողովուրդն է։ Բ Օրինաց 32:9 խոսք։ Ահա ես նոր բան եմ անում, հիմա կհայտնվի, նաև մի ճանապարհ եմ շինելու անապատումը, ամայի տեղերումն էլ գետեր։ Ինձ պիտի փառավորեն դաշտի գազանները, որովհետև ջուր պիտի տամ անապատումը, գետեր ամայի տեղերումը, իմ ընտրյալ ժողովրդին խմեցնելու համար։ Եսայի 43:19-20 խոսքեր։ Ուրեմն քաջացիր, նա կհանդիպի քեզ քո անապատում իր կենդանի ջրերով։